Անվարչապետ այս տարի մեր երկիրը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը COP17, ինչը ենթադրում է, որ բնապահպանական նոր ծրագրեր կիրականացվեն։ Նոր ծրագրով նախորդ տարվանից Գեղարքունիքի մարզի կենցաղային աղբը տեղափոխվում է Կոտայք Հրազդանի սանիտարական աղբավայր, սակայն դա ամբողջությամբ չի ապահովում Սևանա լճի էկոհամակարգի լիարժեք պահպանումը։ Մինչ օրս լիճ են թափվում կոյուղաջրեր, կեղտաջրեր, տարբեր թափոններ, չնայած մարզի գետերի վրա տեղադրված են մաքրման կայաններ, դրանք հիմնականում տեխնիկական մաքրում են իրականացնում, այլ ոչ կենսաբանական, եւ Խորհրդային Միության տարիներից հարցը ուշադրության կենտրոնում է, այն ժամանակ նախատեսել են կոլեկտորային շրջանաձև համակարգի միջոցով հարցը լուծել, սակայն ծրագիրը կիսատ է մնացել։ Ինչ նոր ծրագիր կա այս ուղղությամբ, որպեսզի այդ կեղտաջրերի հարցը լուծվի, լուծում ստանա։ Գիտեք, շատ ցավոտ հարց եք բարձրացնում եւ գործնականում, եթե չսխալվեմ, մի քանի օր առաջ ես այդ թեմայով փոխվարչապետ Խաչատրյանին եւ շրջակա միջավայրի նախարարին կոնկրետ հանձնարարական եմ տվել, որ կան հիմա լավ լուրն այն է, որ աշխարհում կան տեխնոլոգիաներ, արդեն այդ տեխնոլոգիաներն զարգանում են, որոնք կարող են ավելի արդյունավետ եւ ավելի մատչելի լինել, եւ ես խնդիր եմ դրել, որ մենք պետք է շատ կոնկրետ եւ լուրջ զբաղվենք այդ հարցով, որովհետեւ մենք չենք կարող այլևս այդ հարցը շրջանցել եւ կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք կոնկրետ զարգացումներ կունենանք։ Ես չթաքցնեմ, ուղիղ ասեմ, մենք նաև որոշակի հետաքրքիր առաջարկներ ենք ստացել եւ հանձնարարության էությունը այն էր, որ այդ առաջարկների նախնական դիտարկումը ցույց տվեց, որ դրանք ունեն հիմք, որոշակի հիմնավորվածություններ ունեն, այստեղ ուղղակի տեխնիկատնտեսական եւ իրագործելիության հաշվարկներ պիտի անեն, ես կարծում եմ առաջիկա ամիսներին մենք կգանք կոնկրետ եզրակացության եւ առաջիկա տարիներին կիրականացնենք այդ ծրագիրը։ Շատ մեր ռազմավարական հարցերից մեկն է, որտեղ այո մենք ունենք խնդիրներ, սահմանափակումներ, լուծումները ուշանում են եւ մենք պետք է ընդհուպ արդեն ձեռնմուխ լինենք կոնկրետ գործողությունների իրականացման։